ընդհանուր է, արդյոք պատրաստվում եք այլ նախաձեռնությունների կամ ուժերի հետ, որոնք կրկին քաղաքական են, կոալիցիա կազմել, և նրանց հետ էլ աշխատել հայոցական շրջանակներում։ Իսկ հարցին հարցով պատասխանեմ, իսկ ինչու ոչ։ Եթե մենք հիմնականում, ինչպես հասկացաք, դա գաղափարական նախաձեռնություն է սա, և եթե գաղափարական տեսանկյունից մեր գաղափարները, մեր նպատակները, մեր խնդիրները համընկնում են, այո, իհարկե, դա հայոց տուն է լինելու, բոլորն են, ովքեր որ ցանկություն կունենան կառուցել այդ հայոց տունը, մենք բոլորի հետ սիրով կզբաղվենք արարչագործությամբ։ Եվ մինչ դուք ազգային հոգևոր ու պետական շահերը կարևորող նման շարժում եք ձևավորում, նախորդին երկրի ղեկավարը Փաշինյանը հայտարարեց, որ պետք է մոռանալ Ղարաբաղյան շարժման մասին, որը թերևս 300 տարվա մեջ մեր միակ ազգային շարժումն է և ազգային զարթոնքի խորհրդանիշը, այն ինչպես է վերաբերում երկրի ղեկավարի Փաշինյանի մակարդակով արված այս հայտարարությանը, ցանկալի է լսել յուրաքանչյուրի կարծիքը։ Կարող եմ պատասխանել։ Սա ավելի շատ արժեհամակարգային հարթակ է և խնդրում եմ անձնական և քաղաքական հարցեր չտալ։ Շնորհակալություն հրապարակ։ Պարոն Չարչյան, ամեն դեպքում ինչ քայլեր գործողություններ է նախանշում հայոց տունը, ընդհանուր համերաշխությունը երկրում և դիմադիր, ոչ դիմադիր ուժերի մեջ այդ համերաշխությունը վերականգնելու համար, ինչքան էլ որ այցի կապաքաղաքական կառույց, բայց ամեն դեպքում ինչ ունեք գործողությունների պլան, ինչ քայլեր նախաձեռնություններ սպասենք առաջիկայում։ Բնականաբար մենք ունենք քարտեզ, ճանապարհային քարտեզ, ես այդ մանրամասն այդ քարտեզը այսօր չեմ կարող ձեզ ասել, որովհետև շատ կմահրանանք, հիմնականում նորից եմ կրկնում, սա ապաքաղաքական հարթակ է, արժեհամակարգային հարթակ է, և մենք կցանկանայինք միավորել երկիրը, համայն հայությունը, սա համահայկական հարթակ է, ոչ միայն պետական, այլ նաև համահայկական հարթակ ենք, մենք համենայն դեպս ձգտում ենք դրան, մենք այդ նպատակը ունենք, և եթե կարողացանք արժեհամակարգային ոլորտում մենք գտնել ընդհանուր արժեքներ, ընդհանուր հայտարարի գալ և դիմության և ընդդիմության հետ, ապա նրանց կարող ենք միավորել այդ շատ ավելի բարձր հարթակում, քան քաղաքականն է։ Շատ ավելի բարձր, վերքաղաքական հարթակում կարող ենք։ Մեր նպատակը քաղաքականությունը չէ։ Իսկ եթե վերքաղաքական հարթակում մենք կարողանանք ընդդիմության և իշխանության ներկայաց բերել ընդհանուր արժեհամակարգի, համոզված եղեք, որ դա կլինի մեր լավագույն ձեռքբերումը։ Շնորհակալություն, տրիբյուն հարցնեի։ Գիտեմ, որ այս բաները շատ են անում, սովորաբար մեր դիսկուրսի մեջ, մեր խոշույթի մեջ, և նաև դուք ստեղ լրագրողներն եք գտնվում, ես ուղղակի ձեզ մի կոչ անեմ, էլի, որ մենք սկսենք մտածել պատճառների մասին խոսել, այլ ոչ թե հետևանքների։ Մենք չխոսենք այդ հետևանքների ձևի մասին, այլ խորքային բովանդակային բանավեճեր ունենանք, առաջարկներ ունենանք։ Հայոց տունը մենք ասեցինք, որ փորձելու է պատասխաններ գտնել։ Հիմա տեսեք, մենք ունենք Հայաստանի Հանրապետություն և ունենք Սփյուռք։ Ինչպես ենք մենք տեսնում Հայաստանի պետականությունը, որպես հայկական պետականություն,
եւ ոնց ենք դրան գնալու եւ հասնելու։ Ինչպես ենք տեսնում Հայաստանի եւ Սփյուռքի գումարած Սփյուռքի հայության մեր ամբողջ միասնական կյանքը, միասնական գործելակերպը, անկախ մեր բաժանումներից, անկախ որևէ բաներից։ Ինչպես ենք տեսնում, սա լուրջ հետևողական աշխատանք է։ Սա ռազմավարություն է։ Մի բան, որը այսօր մեր պետության մեջ չկա, մեր իրականության մեջ չկա։ Եվ դրա համար սա շատ կարևոր է, որպեսզի դուք էլ, որ լրագրողներ, հասկանաք եւ սկսեք արդեն ձեր հարցադրումները, ձեր մտորումները, ձեր մտքերը մի քայլ առաջ նայել, մտածել կատեգորիայով համահայկականության, ինչն է մեզ բաժանում, ինչն է մեզ խանգարում, որտեղ որ թիրախներին է պետք խփել սկզբից, սա փորձելու ենք մենք անել։ Եվ ոչ սիրողական մակարդակով։ Այն պոտենցիալով եւ այն կայացած մասնագետների, փորձառու գործիչների ներգրավմամբ Հայաստանի եւ Սփյուռքի, որպեսզի մենք կարողանանք այսօրվա մեր սարսափելի վիճակը տիրող եւ Հայաստանում եւ Սփյուռքում կարողանալ լուծել։ Ես այ ուզում ասել։ Իսկ մնացած քաղաքական դաշտը, որը որ, թող իրենք պատասխան տան իրենց համար։ Եթե եղավ ռազմավարություն, եթե եղավ ազգային, որը որ չկա, կան հայեցակարգեր մեր զարգացման։ Դուք տեսնում եք, ես մի անգամ արտաքին քաղաքականության վերաբերյալ ասացի, որ մենք արտաքին դիվանագիտություն ինչպես կարող է լինել առանց արտաքին քաղաքականության։ Ինչպես կարող է լինել անվտանգություն առանց համապարփակ անվտանգային համակարգի կառուցման կամ այդ տեսության պատկերացման, առանց այդ տեսի։ Մենք հիմա նախաձեռնել ենք այդ ճանապարհի սկիզբը, որպեսզի մշակենք այդ տեսիլը, մշակենք այդ ռազմավարությունները, այդ եթե կուզեք ասել տանիքը հայոց տան, որը լինելու է ազգային գաղափարախոսությունը, որը մեզանում կարծես թե վաղուց մոռացված ինչ որ մի բան է։ Շնորհակալություն։ Դուք ասում եք մենք քաղաքականության չենք զբաղվում, բայց